Պարոն Ղազարյան, այսօր ում հետ եք նախատեսում հանդիպում եւ արդյոք կարծում եք, որ այն տեղի կունենա։ Հանդիպումը ճիշտն ասած ես չէի նախատեսում ու նախաձեռնել, հանդիպումը նախատեսել էր ազգային ժողովը եւ նախատեսված էր հանդիպում ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ։ Որ երրորդ։ 5-րդ։ Այս ընդունելությունների ընթացքում, բայց այդտեղ գալուց առաջ ինձ զանգահարեց ազգային ժողովի քաղաքացիների նամակների ընդունելության բաժնի պետը Ինեսան Տիկին Միրզոյան եւ հայտնեց, որ ինչպես մնացած բոլոր նախորդ դեպքերում նույն պատճառաբանությամբ Հակոբ Արշակյանը հրաժարվում է միայն ինձ ընդունելության արժանացնելուց։ Իսկ թե որն է պատճառաբանությունը, ազգային ժողովը Հակոբ Արշակյանի եւ Ռուբեն Ռուբինյանի պարագայում նույնիսկ հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ երբ որ ես դիմել եմ, ասել են, որ նրանք հրաժարվում են ընդունել Էդգար Ղազյանին որպես քաղաքական գործիչ։ Այսինքն գրավոր են հաստատել, որ խտրականություն են ցուցաբերում պայմանավորված քաղաքական հայացքներով։ Իդեպ Հակոբ Արշակյանի պարագայում մենք մի հատ ուրիշ առանձնահատկություններ ունենք, որ նախորդ ընդունելություններից մեկի հետ կապված երբ որ ես հաղորդում էի տվյալ հանցագործության մասին եւ քրեական վարույթ նախաձեռնվել, դատանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին որպեսզի հարուցեն քրեական գործ եւ իրականացնեն նախաքննություն, դատախազությունը իհարկե դա բողոքարկել է վերաքննիչ դատարան, բայց պարտավորության որոշումը կա, այսինքն ամենայն հավանականությամբ մենք այսօրով կդադարեցնենք այս ընդունելությունները, որովհետեւ ինձ համար այլևս պարզ է այս մոտեցումները եւ ես այսօր բոլորի հետ, այո, դեկտեմբեր սա արդեն նոյեմբեր ամիսը ավարտվեց ընդունելությունների, ես միայն երկու փոքր խոսնակների հետ էի նախատեսել նոյեմբերին ընդունելություն, դեկտեմբերին էլ չեմ երթագրվի, քանի որ արդեն կան իրավական պրոցեսները, բոլոր գործերով ես դիմել եմ դատաներ, ես հուսով եմ, որ մենք առերեսման շրջանակներում, որովհետև քննիչ երբ որ վարույթը նախաձեռնի, վարույթային գործողությունները ենթադրում են նաև առերեսում ենթադրել հանցագործների, այդ թվում եւ պարոն Հակոբ Արշակյանի հետ Եվ կարծում եմ, որ մեր հանդիպումը կկայանա վարույթի շրջանակներում եւ շուտուշ նրանք բնականաբար պատասխանատվության են ենթարկվել։ Ասեմ ձեզ, որ իմ մոտ արդեն ձևավորվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներսում 24 հոգանոց մի հատ ներքին խմբակցություն, այսինքն 24 ենթադրյալ հանցագործներ այդ խմբակցության կազմից, որոնք որ այս ժամանակահատվածում ինձ ընդունելության 24 հոգի ունեմ։ Սա բավականին լավ ցուցանիշ է ինձ համար, այսինքն պարլամենտից դուրս գտնվելուց ունենալ 24 հոգանոց հանցախումբ, որը պետք է բերեմ օրինական դաշտ, կարծում եմ լավ ցուցանիշ է։ Պարոն Ղազարյան, հիմա այս իմպիչմենտի գործընթացով, եթե դադարեցնում եք այս այցերը ազգային ժողով, որը ինչպես տեսանք չեն ընդունում ձեզ, հաջորդ քայլը ինչ է կանելու։ Ես կարծում եմ, որ այս առումով մեծ անելիք ունեն ազգային ժողովի падգամավորները, մասնավորապես այն 34 падգամավորները, ովքեր հայտարարել են, որ իրենք այդ նախաձեռնության հեղինակներ են, համահեղինակներ են, եւ միայն падգամավորները պետք է իրենց նախաձեռնությունը առաջ մղեն, եւ ինձ համար անկեղծ ասած անհասկանալի է, թե ինչու նախաձեռնության հեղինակները ոչ մի էական ջանք չեն գործադրում իրենց նախաձեռնությունը առաջ մղելու համար եւ մեր ընդդիմադիր падգամավորների վարքագիծը անկեղծ ասած ինձ մոտ լրացուցիչ հիասթափություն է առաջացնում բոլոր առումներով, որովհետև իրանք են նախաձեռնության հեղինակ։ Հիմա տեսեք, ասենք օրինակ ես նախապես հայտարարել եմ, չէ, որ այսօր ընդունելությամբ բոլորը գիտեն, որ արդեն եթե ԿՊ-ից են չեն գալ 34 падգամավորից մեկը կարար գար, չէ, այսօր ասենք ինձ աջակցություն ցույց։ Հիմա եթե ինձ չեն ընդունում, նշանակում է թույլ չեն տալու նաև այս դռնից անցնելու, չէ։ Պատգամավորին թույլատրելու են, չէ։ Հիմա եթե Հակոբ Արշակյանը այնտեղ նստած ընդունելություն անցկացնում, այն պատգամավորը, որ գար ինձ աջակցելու, հանգիստ կարար գնար Հակոբ Արշակյանի մոտ ու փորձեր պարզել, ասել, չհասկացեք, ինչ չես ընդունելության արժանապատիվ։ 5 ամիս է ես գնում գալիս եմ, մի ընդդիմադիր պատգամավոր, ու իրանք գիտեն, որ ես դա անում եմ իմպիչմենտի թեմայով, մի նախաձեռնության, որի պաշտոնապես հեղինակը իրենք են։ Մեկը չի գալի այս գործընթացին, գոնե տեխնիկական, կազմակերպական աջակցություն ցուցաբեր։ Բայց լավ, եթե իրենք իմպիչմենտը չեն իրականացնելու, բայց մնացած բոլոր խնդիրները ո՞նց են ուզում լուծեն։ Ես անկեղծ ասած զարմացած եմ։ Վարքագիծը ինչով եք պայքարում։ Ես չեմ գոյ, սա քաղաքական սխալ որոշումների հետևանք է։ Գլխավոր դատախազը իր ոտով
քննչական կոմիտեի ղեկավարի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հետ, եկել է ազգային ժողով, իրանք այդ լսումները պատրաստի եկել իրանց ոտով աշկի առաջ։ Իրանք այդ քննարկումներին չեն մասնակցում ազգային ժողովի շեն։ Երկու օր հետո դու կարող դա տխրացնել պատի տակ։ Ամբողջ խմբակցությունը։ Ես չեմ հասկանում իրանց սարազն ինչ է։ Ես կարծում եմ, որ իրանք ի վերջո ես էլի պետք է աշխատանք տարվի հետ падգամավորների հետ, դա իրանց պատասխանատվության հարցն է, եւ իրանք պիտի այդ նախաձեռնություն առաջ մղեն եւ ես որպես այդ գաղափարի ջատագով չեմ կարող ասել հեղինակ, որովհետեւ հեղինակը Հայաստանի Սահմանադրությունն է, որպես այդ գաղափարի ջատագով, որպես այդ խնդրի արդարացի լուծման գաղափարի ջատագով հնարավոր իմ համեստ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ ցուցաբերել ցանկացած աջակցություն այդ գործընթացին։ Նախորդ անգամ այստեղից նաև կապ հաստատեցիք ազգային ժողովի նախագահի աշխատակազմ հանդիպում պահանջելու եւ որպեսզի քննարկվի այս ամենը տեղի ունեցավ այդ հանդիպումը։ Ոչ, ինձ ազգային ժողովի նախագահի գրասենյակից որևէ մեկը չի զանգարել, կապ չեն հաստատել, ընդունելություն հանդիպում չեն նախաձեռնել, նույնը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որևէ արձագանք չկա, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ես նաև գրավոր եմ հետագայում դիմում ներկայացրել, որ այս ինչ օր է, ես ձեզ զահազանգել եմ, խնդրում եմ նախորդ դիմումի հետ կապված վերջնական, որտեղ ինքը վերջնական դիրքորոշում չի հայտնի։ Մի երկու հարցում արել ու կանգնել է, վերջնական, այսինքն հայտարարություն, որ դատապարտի կամ համարի, որ սա շատ ընդունելի է։ Դες էլ ասենք այդ տարիքին չեմ, որ այդքան հետը նկարվեմ Մարդու իրավունքների պաշտպանի, էլի։ Պիտի ֆորմալ ինքը որոշում կայացնի այդ հարցի վերաբերյալ։ Հիմա հրաժարվում է նախորդ դեպքում էլ որ դիմել է հազանգել է, որևէ արձագանք չկա, այսօր էլ կդիմեմ անպայման եւ Մարդու իրավունքների պաշտպանին թեժ գծին եւ նաեւ գրավոր կդիմեմ, նույնը եւ ազգային ժողովի նախագահի ընդունարան միգուցե ստեղից կամ տնից անպայման ես չգիտեմ ինչի են վախ։ Հազար տեղեթում են ուրիշ տեղ հարցազրույցներ են տալի, բա մենք պատրաստ ենք բանավեճի, թողան մեր հետ բանավեճի, թող Ալեն Սիմոնյանը, չգիտեմ, լրագրողներին, խմբագիրներին դիմում, եկեք մեր հետ, եկել եմ։ Հələ մտի չի տեսնեմ